Գահող, սիրելի հայրենակիցներ, այսօր այս ամբիոնից ստիպված ենք խոսել, մտքեր փոխանակել անչափ զգայուն մի թեմայի շուրջ, որն առավել քան երբևէ կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր ժողովրդի հոգևոր արժեքների պահպանման, այլ հայ ժողովրդի ինքնության եւ հայապահպանության համատեքստում։ Պետական մեքենայի կողմից ձեռնարկված արշավը մեր պետականության կարևոր ինստիտուտներից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոչ միայն մերժելի է եւ անընդունելի, այլ դրա շարունակական բնույթը բերելու է անկանխատեսելի հետևանքների։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ապազգային հակապետական գործողությունները հակասում են պետություն-եկեղեցի հարաբերությունների սահմանադրությամբ սահմանված դրույթներին, ինչը խնդիր է հարուցում եւ օրինականության, ինչպես նաեւ արժեհամակարգային առումով։ Սահմանադրությամբ սահմանվում է հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը հայ ժողովրդի կյանքում, ինչի դեմ իշխանության անթույլատրելի գործողությունները միանշանակ հակասահմանադրական են։ Արցախը հանձնած 5000-ից ավելի հայորդիների կյանք խլած, թուրք-ադրբեջանական պահանջները անվերապահորեն կատարած, պետական բոլոր ինստիտուտները կազմաքանդող եւ այժմ արդեն մեր ինքնության հիմնասյունը եկեղեցին թիրախավորող իշխանությունը վաղուց անցել է բոլոր կարմիր գծերը, երկիրը կանգնեցնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ բարոյական ճգնաժամի շեմին։ Այսքանից հետո 2018 թվականի իշխանազավթումից սկսած եկեղեցու դեմ տարբեր արշավներ ու հարձակումներ կազմակերպած իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է ժողովրդի վստահությունից, խոստումներ շռայլում մեր երկրի ապագայի մասին, այն դեպքում, երբ նրանց քայլերն ու խոստումները ճիշտ հակառակի մասին են վկայում։ Իշխանության փորձերը վախի մթնոլորտի ձևավորմամբ լրացնելու մարդկանց ազատ խոսքն ու քննադատական մոտեցումները անհաջողության են մատնվելու։ Հոգևորականների նկատմամբ ճնշումները, քրեական գործերի նախաձեռնումները, կալանքներն ու ազատ խոսքի եւ տեղաշարժի սահմանափակումները ոչ մի առնչություն չունեն օրենքի եւ օրինականության հետ։ Դրանք բխում են միայն մեկ մարդու կմահաճույքից եւ նեղ խմբային շահերից, որոնք որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի կենսական շահերի հետ։ Եկեք անկեղծ լինենք, մեր պատմության ամենածանր ժամանակներում, ցեղասպանության տարիներին, պատերազմների ժամանակ, գաղթի ու կորուստների պահին հենց եկեղեցին է եղել այն ինստիտուտը, որտեղ հայ մարդը գտել է ուժ, հավատ եւ ապրելու կամք։ Եկեղեցին եղել է ոչ միայն աղոթքի վայր, այլ նաև դպրոց, մշակութային կենտրոն, ազգային ինքնության պահպանման եւ միասնականության օջախ։ Իշխանության արշավը հարված է հայ մարդուն, հավաքական հային եւ հայկականությանը, ինչը որևէ պարագայում չի կարող հաջողությամբ պսակվել։ Մենք չենք կարող լռել, երբ խախտվում է խղճի եւ դավանանքի ազատությունը, երբ օրենքը կիրառվում է ընտրովի, բացառապես նեղ քաղաքական շահերից ելնելով։ Հարգելի հայրենակիցներ, պետությունը չի կարող ամուր լինել, եթե խարխլվում են նրա հոգևոր հիմքերը։ Պետությունը չի կարող առաջ գնալ, եթե հասարակության ներսում խորացվում են բաժանարար գծերը, իսկ այսօր իրողությունները ցավալի ընթացք են ուրվագծում, որի շարժը պետք է կասեցնել։ Հանրային քաղաքական պայքարը իշխանությանը պետք է տեղափոխի օրինական դաշտ, իսկ տեսանելի ապագայում նրան իշխանազրկի։ Հերու քաշեք ձեր կեղտոտ ձեռքերը հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Հայ ժողովուրդը գիտի ինչպես պետք է պաշտպանի իրեն ու իր եկեղեցին եւ անկասկած պաշտպանելու է։ Շնորհակալություն։